Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Կառավարության նիստը Երևանում մաս 2 Արցախահանձնաժողովի հաշվետվությունը 7-րդ նստաշրջանի ուղերձը արդարություն ու պետական մտածողություն աղոթք Արցախահետի վահանավանքում Կեսարիայի անհետացած հայկական եկեղեցիները Բուրսայի եկեղեցին արվեստի կենտրոն մահացավ Վոլֆգանգ Գուստը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան գրասենյակում կառավարության հերթական նիստն է իլել։ Նիստը պետցարալ Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը վեր ներկայացրել ազգային ժողովին վերջին նստաշրջանին վաղտը կառավարության գործունեության հաշվետվությունն իրականացված գործերը։ Հետո խոսքը տրվել է ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանին։ Ինքը պետք է գնահատել կառավարության արած գործերը ու շնորհակալությունը հայտնել կառավարության անդամներին պետական ազգային նշանակության ծրագրերի իրականացման հետի։ Նիստին վաղտը ընդգծվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իրեն դիտարկում որպես 1920 թվականին միջազգային ճանաչում ստացած հայկական պետականության շարունակական իրավահաջորդը։ Նշվել է նաև կառույցի կարևոր նպատակներն միջազգային հանրությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքն դրա իրավաքաղաքական հիմքերը։ Նիստում ներկայացվել նաև Հանրապետության վարչապետ Տիկին Լիդիա Մարկոսյանի ուղերձը, վերը հրապարակել կառավարության խոսնակ Տիկին Շողեր Բիլեմջյանը։ Ուղերձումը անդրադարձ այլել ազգային միասնության պետական մտածողության ու հայկական իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործերին։ Կառավարության նիստին վաղտը քննարկվել նաև առաջիկա ծրագրեր ու ազգային նշանակության նախաձեռնություններ վերմիտված են Արևմտյան Հայաստանի պատմական, մշակութային ու քաղաքական ժառանգության պահպանմանը ներկայացմանը։ Հաշվետու ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Արցախահանձնաժողովը շարունակալ գործունեությունը ուղղված Արցախաբնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մշակութային ժառանգության պահպանությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավաքաղաքական իրազեկմանը։ Ըստ նպատակով համագործակցության հնարավորություն էին քննարկվել մի քանի հասարակական, գիտական, իրավապաշտպան կառույցների ու նախաձեռնությունների հետ։ Հանձնաժողովի անդամներն իրականացրել ակտիվ հրապարակախոսական գործեր, հրապարակել ավելի քան 100 հատ հոդված ու վերլուծական նյութ վերնվիրված Արցախաժողովրդի իրավունքների բնիկության հարցի միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմներին մարդու իրավունքների եվրոպական դատարանումը իրականացվող գործերի լուսաբանմանը։ Հանձնաժողովի գործունեության իրան որոշակի ազդեցություն թողալ Արևելյան Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ու ընտրական գործընթացները։ Այդ պայմաններում հանձնաժողովը պահպանալ քաղաքական չեզոքություն առաջնահերթ համարել է Արցախաբնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը համախմբումը։ Հանձնաժողովը շարունակում է ընդգծել վեր Արցախահայության անհատական ու հավաքական իրավունքների պաշտպանությունը պիտի դիտարկվի որպես համազգային իրավապաշտպան օրակարգ, հիմնված միջազգային իրավունքի, պատմական արդարության ու բնիկ ժողովուրդների իրավունքների սկզբունքներին երան։ Հանձնաժողովը կարևորել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության այնգունյան ձևավորվող իրավապաշտպան օրակարգը ու շարունակելու է քյոմագյանել իրավական, գիտական ու տեղեկատվական գործերին ի նպաստ Արցախահայության իրավունքների պաշտպանության ու պատմամշակութային ժառանգության պահպանության։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին երրորդ գումարման 7-րդ լիագումար նիստին վաղտը ընդգծվել է ազգային միասնության պետական մտածողության ու հայրենանվեր գործունեության կարևորությունը։ Ելույթներում նշվել է հայկական պետականության վերականգնման ու Արևմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության գործը շարունակում է համախմբել աշխարհատարբեր երկրներում բնակվող հայերին մեկ նպատակի շուրջ։ Բանախոս Բենյամին Հովհաննիսյանը շեշտել է, թեև հայերը բնակվում են աշխարհատարբեր անկյուններում, Արևմտյան Հայաստանը շարունակում ապրել է իրան ինքնության, հիշողության ու ազգային գիտակցության մեջ։ Նշալ է միջազգային հարթակներում աճում է հետաքրքրություն Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործունեության նկատմամբ, իսկ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նպաստում են հայկական իրավունքների ճանաչման գործընթացին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին 7-րդ նստաշրջանի վաղտը ելույթ ունեցող պատգամավորներն ու պաշտոնյաները անդրադարձան ազգային առաքելության պետականության գաղափարի ու հայ ժողովրդի ապագայի տեսլականին։ Պատգամավոր Մասիս Ինճիճյանը շնորհավորել է վարչապետ Լիդիա Մարկոսյանին պաշտոնից ստանձնելի կապակցությունով ընդգծել Արևմտյան Հայաստանի գործունեությունը հիմնված է արդարության, ճշմարտության ու ազգային պատասխանատվության սկզբունքների վրա։ Ելույթներում շեշտվել է հայ ժողովրդի բնիկության, պատմական առաքելության ու հայկական աշխարհի քաղաքակրթական նշանակության գաղափարը։ Իրաքում ծնված բայցուրյան հոգևոր ծառայությունը Հայաստանը սրբավայրերան մինի վահանավանքին հետ կապած տերավետիքը տարիներ շարունակ իրան առաքելություն իրականացնում հավատքի ազգային հիշողության աղոթքի միջոցով։ Իրան աղոթքներում առանձնատուկ տեղ ունի Արցախը։ Յուրաքանչյուր պատարագին վաղտը վահանավանքի խորանից հնչում է աղոթք Արցախահայության, հայրենի վղի ու խաղաղության հետի։ Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք տերավետիքի հոգևոր ծառայության ու իր մտորումներին, հունցը նաև այն հավատքին վերը ուժատամ շարունակելու աղոթել Արցախահայության ու հայ ժողովրդի արժանապատիվ ապագային հետի։
1617 թվականին Կեսարիա քեցած լեհ ճանապարհորդ Սիմեոնի գրառումները թազալուսն սփռում քաղաքի երբեմնի հայկական հարուստ հոգևոր մշակութային կյանքին երան։ Յուրան վկայությունների համաձայն քաղաքի ներսում գործել Իսլամի Սուրբ Աստվածածին ու Սուրբ Սարգիս եկեղեցիներից Կեսարիայի հայկական համայնքը բաղկացած այլ շուրջ 500 ընտանիքներ։ Սիմեոնը նշում էր քաղաքում ելալը մխլաքյոհնայութազիա եկեղեցիներ, որոնցից մի քանիսը հետագայում վերածված են լալ մզկիթների։ Ինքը հիշատակում է նաև նշանավոր հոգևորականների լուսավորչի ու Ներսես Հայրապետինի հետ կապված սրբավայրերը, հունց նաև Կեսարացի Բարսեղի ու Սուրբ Մակարիոսի գերեզմանները, վերուխտատեղիներին էլ տեղի բնակիչներին հետի։ Ճանապարհորդի գրառումներում առանձնահատուկ տաղ զբաղեցնում նաև RGS լեռը, որի գագաթին ըստ ավանդության լելն մխլա եկեղեցին է։ Ամենամածը նկարագրվում է որպես մարմարեսյուներով ու գմբեթներով շքեղ կառույց, որը Սիմեոնի վխտեն արդեն ավերակալել տարած։ Այս արժեքավոր վկայությունները հիշեցնում են Կեսարիայի հայկական բազմադարյա ժառանգության մասին, որի մխլա հետքեր սորը անհետացան կամ մնացան մենակ պատմական աղբյուրների մեջին։ Արևմտյան Հայաստանաբուրսա քաղաքի Յիլդրմ համայնքում շարունակվում պատմական հայկական եկեղեցու վերականգնման գործերը, որից հետո նախատեսման օգտագործել որպես Սեդբաշը արվեստի կենտրոն։ Թուրքական իշխանությունների ներկայացումով շենքը ծառայելու է մշակութային ու կրթական միջոցառումների կազմակերպման հետի, բայց կառույցը հանդիսանում Արևմտյան Հայաստանը հայկական պատմամշակութային ժառանգության մաս ու տրադիցիա գործառույթի մասին տարբեր գնահատականներ են հնչում։ Հայկական սրբավայրերի պատմական ու ազգային ինքնության լիարժեք պահպանումը պահանջում է նաև դրանց հայկական ծագման ու սկզբնական նշանակության պատշաճ ճանաչում ներկայացում։ Ըստ պաշտոնական տվյալների վերականգնման գործերի շուրջ 75% արդեն պրծալն։ Խորը վշտավ հայտնմունք վեր մահացյալ գերմանացի լրագրող, պատմաբան ու գրող Վոլֆգանգ Գուստը վերամիջազգային ճանաչում ձեռք բերած հայերի ցեղասպանության ու Օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ յուրան արժեքավոր ուսումնասիրություններով։ Գուստը մանրակրկիտ ուսումնասիրել ու հրապարակալ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահպանվող փաստաթղթերը, բացահայտելով հայերի ցեղասպանությանը վերաբերող կարևոր իրողությունները, այդ թվում Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ նախկինում թաքցված տեղեկություն է։ Յուրան հիմնարար աշխատությունը հայերի ցեղասպանություն ապացուցող Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվները 1915-ից 1916 թվականին ներառում է հարյուրավոր դիվանագիտական փաստաթղթեր ու կարևոր դեր ունեցել 2016 թվականի Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնել Վոլֆգանգ Գուստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու իրան հիշատակը գնահատող սաղ մարդկանց։ Սիրելի հայրենակիցներ, սրվայտ այսքան ենք պատրաստել ապրիք ուշադրության հետ եւ ընկացիք։